to your royal blood, the privilege took for granted. Conquered all your enemies, your prayers were never answered. Will you choose to climb the ladder? Will you just pretend? Sacrifice the path you chose, be one with your kin. Dark Սիրելի տուրիստ ու հեռուստադիտող, բարի ողջույն, դուք միացել եք Face Control ճանապարհորդական հեռուստածրագրին եւ մենք եկել ենք Խաչիկ գյուղ։ Ճիշտ է, գյուղը շատ փոքր է, բայց պատմականորեն ու մշակութային առումով կարևոր բնակավայր է Հայաստանի Հանրապետության համար։ Երևանից մինչ Խաչիկ 150 կիլոմետր է։ Մենք հիմա գտնվում ենք 1900 եւ ավել մետր բարձրության վրա։ Կնշանակի, որ մենք առաջիկա օրերին ընկերություն ենք անելու սարերի հետ, ամպերի հետ, երկնքի հետ, ու եթե ձեր մեջ կան մարդիկ, ովքեր կամենում են մի քանի օր ապրել գյուղական կյանքով, Խաչիկը իդեալական տարբերակ է։ Այ կարմրաթուր գյուղ կնշանակի առատ հյուրասիրություն։ Ջան։ Իդեպ խաչիկցիները հիմնականում զբաղվում են հողագործությամբ, անասնապահությամբ եւ մեղվաբուծությամբ։ Այստեղի մեղրը անմահական է, ինձ թվում է առավոտները մենք հնարավորություն կունենանք դրանում համոզվելու։ Իսկ ես հիմա ուզում եմ ներկայացնել ձեզ մեր հյուրատունը, սեփական այգիով, պտղատու, էլ ծիրան, էլ դեղց, էլ խնձոր, էլ տանձ ու գյուղական կոլորիտ։ Ահա եւ դուռը մեր կացության։ Պատեք ներս։ Ամբողջ առաջին հարկը մեր տրամադրության տակ է։ Դոյս նաեւ ձեր, եթե գաք Խաչիկ հյուրատուն հանգստանալու։ Ունենք 3 առանձին սենյակներ։ Էս իմ սենյակն է, որովհետև երկտեղանոց հսկայական մահճակալ ունենք, իսկ երկտեղանոց հսկայական մահճակալը իմ գաբարիտներին համապատասխանում է։ Եռագույնը դուրս եկավ, պատշգամբից բացվող տեսարանը նույնպես։ Երկրորդ սենյակը մեր լուսանկարչի համար։ Նկատեք, ես եզակիով եմ խոսում, բայց մահճակալները երկուսն են։ Այսինքն օրվա մի ժամը կանցկացնի այս մահճակալին, օրվա երկրորդ ժամանակահատվածը մյուս մահճակալում վարդաշատ։ Եվ երրորդ սենյակը կրկին վարդաշատ։ Ունենք պատուհան եւ 2 մահճակալներ։ Սանհանգույցը բաժանվում է 2 հավասարաչափ մասերի։ Առաջին դուռը դեպի պետկարան, երկրորդ դռան հետևում թաքնված է լոգախցիկը։ Ունենք վարսահարդարիչ, սալիկները գունաշատ են, սանտեխնիկան թարմ է, ընդհանուր խոհանոց, մեծ սեղան ունենք, սառնարան ունենք, տաք եւ սառը ջուր, լվացքի մեքենա, գազօջախ ու սպասք, ափսեներ, պատարակախ գտալ, դանակ, մի խոսքով, ես առաջարկում եմ զբաղվենք մեր մշտական ու կարևոր գործով, բացահայտումներով, այսօր գաթայի փառատոնին կմասնակցենք, իսկ վաղվանից կշրջենք գյուղով, գնացինք։ Merci, merci շատ, շնորհակալ եմ։
Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում կազմակերպվում են մի շարք փառատոններ։ Ձմերուկի փառատոն, գարեջրի փառատոն, սուրճի փառատոն, խորովածի փառատոն, Խաչիկ գյուղում այսօր տոն է, որովհետև այսօր կազմակերպվել է Գաթայի փառատոն։ Ես հիմա ձեզ կծանոթացնեմ Գաթայի պատրաստման մշակույթի հետ։ Քայլ 1 վերցնում ենք Գաթայի խմորը։ Այնպես որ չէ, վերցնում ենք ձեռքին։ Հա, ձեռքին։ Այնպես ասենք բացում ենք կողքերից, մեծացնում ենք։ Կողքերից մեծացնում ենք։ Հա, հասկացա։ Հիմա բրունցք ենք անում, բրունցք։ Հա, սենց։ Հա, սիրուն իջացնում ենք մեր բրունցքի վրա, որպեսզի խմորը լավ բացվի։ Սնկի գլխարկի էֆեկտ է։ Այո։ Լավ, սենց այս կողքերը բացում ենք։ Ահա։ Հիմա վերցնում ենք մեր խորիզը, կամ ինչ որ ունենք, ձեռքից տակ։ Իսկ հիմա մենք ինչ ունենք։ Կա անկուս, կա գետնանուշ, պնդուկ, կա չրերով։ Հետո։ Հիմա փակում ենք, հավաքում ենք հերթով։ Ահա, կողքերից, որպեսզի ընդհանուր լրիվ հավաք։ Այս շատ դժվար բան է ասեցիր։ Մեր անգիշտը շփվում է։ Խաչիկ գյուղի գյուղապետը նույնպես խառնվում է Աշխարհը չի։ ընթացքին, չէ։ Հիմա սենց բացենք։ Հա, հիմա սենց արդեն կամած բացում ես խմորը մեծանա։ Էլի։ Այո։ Որ մեծանա խմորը, փոքրական մեծ լինի։ Հասկացա։ Նկարվենք։ Մերսի։ Որտեղից եք, որ շրջանից եք եկել, Երևանից եք եկել։ Իսկ չափաբաժին ինչքան պետք է լինի ձվի։ Ինչքան որ ասենք այս բանն է, իրա շարժը։ Ապ որն ես հավանում։ Սա դնեմ։ Հիմա դնում ես։ Շատ, քիչ։ Պետքա պատմական բան դիսա։ Էս ինչի համար է ծակծկելը։ Որ շատ չուր է իջա։ Որտե դուք կա միտեղ չուր էլի։ Նախշերի քանի հաց արծիքում եք։ Նախշերի դամ յարեք էլի մի Հասկացա։ Այս մանրակրկիտ աշխատանք է ու ոնց ասեմ հալալ է գյուղացուն, որ կարողանում է այսքան համբերատար ընթացք ցուցաբերել, օրինակ ես մի քիչ շտապեցի։ Աստծով առաջինն ու բարը Տիգրանի գնացի։ Տանենք ջերով։ Պատրաստ կլինի մի 20 րոպե։ 20 րոպեից։ Դա ձեր գաթանա, դա ձեր գաթայի հետևից։ Շատ լավ։ Խաչիկի ամենահամեղ պատառը։ Շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ տոնի կապակցությամբ ու ամենակարևորներից մեկը այն է, որ Խաչիկ գյուղում այս ամեն ինչը կատարվում, որտեղ այսօր հնչում էր ազգային երգն ու երաժշտությունը, մեր ազգային պարը, որը այսօր առավել քան շատ կարևոր է, որպեսզի մեր ժողովրդի հայրենասիրական ոգին միշտ բարձր լինի։ Շնորհակալություն կազմակերպիչներին ու շատ եմ ուզում, որպեսզի այսպիսի միջոցառումներ հաճախակի լինեն։ Շնորհակալ եմ, սիրում եմ ձեզ շատ, միշտ ձեր Ռուբեն Սասունցին։ Նախ ուզում եմ ասել, որ հրաշալի նախաձեռնություն է Խաչիկ գյուղում տեղի ունեցող Գաթայի փառատոնը, քանի որ ինքնին շատ կարևոր է եւ туриզմի զարգացման համար եւ սահմանամերձ գոտու զարգացման համար։ Նաեւ Խաչիկ գյուղը ինձ համար շատ կարևոր ու շատ սիրելի գյուղ է։ Իսկ ինչ վերաբերվում է տոնին, տոնախմբությանը, շատ հաճելի է, երբ որ հայկական ավանդական ծիսակարգը, թեկուզ գաթա թխելու ծիսակարգը պահպանվում է եւ տարբեր մարզերից էլ գալիս տեսնում են։ Եվ շատ ուրախ ու շնորհակալ եմ, որ այս տարի 2025 թվականին հենց մեր բենդն են ընտրել, որպեսզի ուրախացնենք իրենց։
ուրախ եմ, ողջունում եմ նաև ձեր ներկայությունը Տիգրան ջան։ Խաչիկ գյուղի մասին շատ քիչ մարդիկ գիտեն Հայաստանում, բայց Գաթայի փառատոնը այստեղ անելու շնորհիվ Խաչիկը արդեն հանրահռչակվում է։ Իսկ Խաչիկը մեզ համար շատ կարևոր գյուղ է, շատ ստրատեգիկ նշանակություն ունի եւ նաև Գաթայի փառատոնը նպաստում է, որ ոչ միայն տեղը հանրահռչակվի, ոչ միայն Գաթան հանրահռչակվի, այլ նաև տեղացի բնակչին օգնություն որպես, որտեղ նախ եւ առաջ այս փառատոնը տեղացի բնակիչի այո, տեղացի բնակիչը խաչիկցին պիտի եւ արդեն իսկ սպասում է այս փառատոնին, սպասում է շահույթ ունենալու։ Սա ամենակարևոր հանգամանքն է։ Ինքը սպասում է Գաթա թխի վաճառի շահույթ ունենա, շփվի մշակույթներ ցույց տա, շփվի նաև մշակույթի մարդկանց հետ, շփվի նաև զբոսաշրջիկի հետ։ Այսինքն միայն մի հարց չի լուծում այս փառատոնը, շղթայական այո դնում է։ Այնպես որ ուզում եմ արդից օգտվելով իմ խորի շնորհակալությունը հայտնել Նունեին եւ իր թիմին եւ նաեւ խաչիկցիներին, խաչիկի նաեւ ադմինիստրացիային, որտեղ առանց ադմինիստրացիայի հնարավոր չի իրականացնել այս միջոցառումը եւ բոլոր այցելուներին։ Այդ թվում նաեւ քեզ, որ լուսաբանում ես, սա շատ կարեւոր է։ Բոլորիս։ Տիգրան ջան։ Մերսի շատ։ Բարև ձեզ։ Կարելի է ձեզ մի քիչ խանգարել, ես էլ պատրաստ եմ։ Պետք է մի քիչ վերհիշեմ, էլի, ուրեմն ալյուրներ, հետո խմորը, հետո բացում էինք, հետո կանաչեղենը։ Արագ, որովհետև կլիենտը շատ է։ Բացի։ Վերջ, անում եմ։ Էսում եմ վաճառելու։ Իսկ ինչ արժի։ 1000 դրամ։ Արցախեն լուզով խոսա։ Արցախեն լուզով։ Դուք շտեղան եք։ Սունգայիթից։ Արցախից շտեղան։ Արցախից շտեղան։ Բանկ են։ Ես ճիշտ եմ հիշում, թե չէ։ Всё վռնդում եք։ Շանգերով հաչ են Դեսատես ես 3000-ով աճուրդից վաճառելու եմ, կտենաս։ Արի, ուրեմն գորիսեցիների մոտ մի փոքր այլ է, այսինքն ժինգյալի փոխարեն մենակ պենջար է, ու կոչվում է պենջարով հաց։ Նույն սաճն է, նույն խմորն է, ավելի կոշտ զանգված է։ Երբ որ կտրում ես, մեջը կարակ ես դնում, նոր ես ուտում։ Բայց քանի որ մեր ժնգյալը արդեն ձեթով է, բարձա որ այստեղ կարակը ավելորդ է։ Այս էլ իմ գլուխ գործոցը, քանի չի այրվել։ Լսի որնես չլինի, որ ես ինքս ինձ գովում եմ, եկեք ես հյուրասիրեմ օպերատորներին, տեսեք, համով է ստացվել, թե չէ։ Так, հա։ Հələ փորձի։ Ասա։ Դե պատրաստ եմ, գովի ինձ։ 1, 2, 3 Դադամ, ես էլ իմ թխած գաթան։ Գիտեք ինչ է, ծակերը քիչ արեցի, դրա համար ինձ թվում է ուռել է այսքան շատ, հա? Ավելի լավ։ Հա? Դրանց արի խաչիկ ուտանք գաթան։ Վերցեք ձեր տեսակը։ Մերսի շատ։ Շնորհակալ եմ շատ։ Անուշ լի։ Տես, մերսի։ Էս էլ իմ մի բաժին համովությունը աղջիկներին շնորհակալություն ինձ օգնելու համար։
նենց տպավորություն չլինի, որ մեզ են միայն նվերներ անում։ Մենք նույնպես ունենք նվերներ, մեր գործընկերոջ Պապիրոսի կողմից թղթյա սրբիչներ 100% բնական, եռաշերտ, քառաշերտ, երկշերտ, որպեսզի տաղավարների գործը մաքուր լինի։ Սիրելիներ ջաներ, այս ձեզ սեղանի թղթյա սրբիչներ։ Օգտագործեք։ Հեսա գալիս եմ։ Այս տաղավարին նույնպես թղթյա սեղանի սրբիչներ, որպեսզի մաքուր աշխատենք։ Հեսա մի հատ էլ տամ ու գամ։ Լավ, եկեք նկարվենք։ Խնդրեմ։ Մերսի շատ։ Այս խորովածի տաղավարին մի բան ապակ ասում, կարակ ասեք ինչ։ Թղթյա սրբիչներ, այս դες, այսօր ամբողջ Խաչիկում համերի, գույների, մրգերի, բանջարեղենի հրավառությունը, այնպես որ ուշադրություն դարձրեք յուրաքանչյուր անկյունի, այնտեղից ձեզ կկանչեն իրենց մոտ այս համերը։ Գաթայի փառատոնը Խաչիկում իսկապես էլ կարելի է համարել ստացված։ Ես գոհ եմ մթնոլորտից, կոլորիտից, ատմոսֆերայից։ Գիտեք, մի տեսակ բարություն կար այս տոնակատարության մեջ։ Այնքան հաշտ, համերաշխ, ուրախ, զվարթ, այդ ամեն ինչով վարակվեցի ու մտա այդ հոսքի մեջ։ Օրը մոտենում է իր տրամաբանական ավարտին և մենք պատրաստվում ենք ընթրել որտեղ։ Մեզ մոտ Խաչիկ հյուրատանը։ Ի դեպ տեղեկացնեմ, որպեսզի ինֆորմացված լինեք, ձեր վճարած սենյակների գումարի մեջ չի մտնում ոչ նախաճաշ, ոչ ընթրիք։ Եթե ցանկանում եք վայելել գյուղի համն ու հոտը ընթրիքի և նախաճաշի տեսքով, հավելյալ պատրաստ եղեք վճարել։ Շնորհակալություն ասենք տիկին Աստղիկին այս համովությունների համար ու նստենք ընթրիքի։ Ես սկսեմ զակուսկեղենից, որովհետև շատ եմ սիրում պահածոներ, չգիտեմ, երևի ոմանց համար բացահայտում էր, իսկ ոմանց համար էլ ոչ։ Թթվի տեսականին, եմ որ մեր սարերի մանդակ, շուշան և վարունգը աճեցված է հարևանությամբ։ Սա էլ է ինձ համար նորույթ, երբեք ծիծակը պոպոկով ու սխտորով չեմ փորձել, այդ բացը կլրացնենք հիմա, խելագարության կհասցնեն ինձ մի օր այս հաղորդումները։ Շուշան։ Այ Շուշան, ես ինչ ես անում դու մեր հետ։ Հենց հաճելի խրթխրթում է ադամի տակ։
Այս երաժշտությունը քեզ տիպում է ընթացքը արագացնել։ Պակասում է միայն այդ տրամադրություն հաղորդող հեղուկը, ինչի եթերային պայմաններում ցուցադրելը հանցագործություն է։ Անցում կատարենք մեր հաղորդման գործընկերոջը Զանգեզուրի թռչնաֆաբրիկային երկու տարբերակ ունենք թռչնամիս օգտագործված Չախոբիլի եւ ավանդական հարիսա։ Հյութալիությունը տեսախցիկից արդեն դուք զգում եք եւ արդեն ուզում եք։ Անթերիա, որ ասես աղնապակաս կամ մաղնապակաս, չկա տենց բան։ Ինքներդ կարող եք գալ, այստեղ գիշերել, ընթրել ու համոզվել։ Ոսկի ձեռքեր ունի մեր տանտիկինը։ Այս գեղեցիկ նոտային ավելացնենք նաև այս գույնը բալի համով։ Ապա երբ արդեն քեֆդ լավանում է, սկսում ես երգել։ Բաղաղբյուրի մոտ կանգնած մի տեղա բառեր փոխում ես էլի։ Ձեռքին բաժակ կար, հյութներ սառնորակ։ Բարի գիշեր, անուշ երազներ, կհանդիպենք առավոտյան Նախաճաշի տեսարանը նկարահանելու ժամանակ։ Բա գիտեք ինչ, գյուղական կյանքը մենակ ոտը ոտին գցելը չի, գյուղական կյանքը նաև աշխատանք է։ Բա չէ, Իրանին մենակ պատկերացնում եք քաղաքային միջոցառումների մեջ, լաքժերի հյուրանոցներում, ես նաև այսպեսին եմ։ Պարս, գործը տարեցիր պատրաստ եղի լավ նախաճաշի։ Ես երեկ էլ ձեզ ասացի, նախաճաշը չի մտնում ձեր վճարած գումարի մեջ։ Խաչիկ հյուրատանը հավելյալ վճարելու եք եւ նախաճաշի եւ ընթրիքի համար։ Ու եթե մենք լեռներում ենք, ուրեմն անպայման լեռնային կանաչեղեն։ Իդեպ տիկին Աստղիկը այն պատրաստել է ձվով, տնական, գյուղական։ Հետևեք ձեր առողջությանը։ Վաղը կարող է չհասցնեք, իսկ կանաչեղենը հարուստ է վիտամիններով։ Երեկ ես խոսում էի նրա մասին, որ Խաչիկ գյուղը աչքի է ընկնում անասնապահությամբ, հողագործությամբ, ինչպես նաև մեղվաբուծությամբ, եւ այսօր ես կփորձեմ Խաչիկի մեղրը լեգենդար։ Վայ։ Այ քեզ մեղր։ Ես գիտեք չէ հիշողության համար ինչ լավ բան է։ Ուզում եմ, որպեսզի Ռիո Գրանդեի 3-1-ում լուծվող սուրճը ձեր սեղաններից անպակաս լինի։ Մանավանդ վաղ առավոտյան։ Մանավանդ քաղաքից դուրս։ Ես այսօր 3 տարբերակներից ընտրել եմ light տարբերակը, որովհետև եղանակն էլ է light։ Շատ արագ լուծվող եւ փրփրուն։ Բարի առավոտ։ Так. Մեր հյուրատնից մոտավորապես 15-20 րոպեի ճանապարհ է ու ով ասաց, որ Խաչիկը միայն բարձունքներ են, քրծեր են, սարեր են, ձորեր են, չէ, Խաչիկը նաև անտառներ են։ Հիշում եմ, մտանք Բերլին։ Այս տարբերակում հիշում եմ, եկանք Խաչիկի անտառները։ Սովետի ժամանակահատվածից արհեստական եղևնիներ են տնկել ու տեսեք որքան ժամանակահատված է անցել, մասամբ նաև բնական ձևով
աճել են ու խտացել են Եղևնիները։ Հիմա ունենք հսկայական հեկտարներով անտառներ։ Մենք երբեմն այնքան ենք այս ամենը համարում մերը, որ մոռանում ենք դրա գեղեցկության մասին ու մոռանում ենք խոսել դրա գեղեցկության մասին։ Սովորաբար ոնց է լինում սեզոնին շարժվում ենք դեպի այն մի թևը Հայաստանի Հանրապետության, այսինքն լոռի, տավուշ վայելելու փոշոտումը Սոճիների։ Խնդրեմ, այն որ ծայրը չի երևում ու սեզոնին հասկանում եք այստեղ ինչա կատարվում։ Դրա համար խաչիկցին առողջ է։ Ու հավելյալ գումարներ դրա համար պետք չեն։ Ակոսներն են նույնիսկ երևում այն ժամանակվանից փորած ու այնքան գեղեցիկ է սիմետրիան։ Յուրաքանչյուր մետրի վրա տասնյակ կամ հարյուրավոր սոճիներ։ Այնքան կարևոր է, որ սալ պահը ազատության, պահը միահյուսվելու բնության հետ ու շատ կարևոր է նաև, որ դու քեզ զգաս այդ պահի մեջ, զգաս այս խաղաղությունը, այս թարմությունը, այնքան հաճելի է քաղաքի փոշին փոխարինել այս սոճիների փոշոտմանը, որ ասելու չի, այդ զգալու է ու ձեզնից յուրաքանչյուրը դիտելով այս էպիզոդները խաչիկին վերաբերող ստիպելու է բառիս ամենալայն իմաստով, որ գաք կտրվեք ամեն ինչից, ձեզ նվիրեք գյուղական այս միջավայրին, բնության այս բնական միջավայրին ու այս ոչ միայն հանգիստ է, այլ նաև երկարակեցություն։ Այդ ոնց է լինում, երբ պահը գալիս է, սկսում ենք նյարդայնանալ, ներվայնանալ, գնալ բժշկի, այս ինչ սա ցավում, այն ինչ սա ցավում, ախր այս ժամանակահատվածը մենք չենք օգտագործում, օգտվելով բնական ռեսուրսներից, որպեսզի այդ խնդիրները չառաջանան։ Իսկ ես առաջարկում եմ, օգտվեք, ում եք սպասում, նստենք ու վայելենք այս պահը, այս վարկյանը, այս ակնթարթը, որովհետև այս ամենը ախր շատ մերն է, այս նման է մեդիտացիայի, որովհետև երբ փակում ես աչքերդ, սուզվում ես, խաղաղվում ես, կտրվում ես, իսկ դա այնքան պետք է, որովհետև կյանքը շատ կարճ է, ու այդ սլաքները վարկյանի ու ժամի տեսքով այնքան արագ են պտտվում, որ դու չես հասցնում, ֆիզիկապես չես հասցնում, թվում է ապրում ես, բայց օրդ այնքան արագ է անցնում, որ չես հասցնում։ Իմ մեջ տպավորվել է անընդհատ այդ վազքը, շտապելը, ինչ-որ բան չհասցնելու վախը, ու հետո հոպ, տեսար, օրը պրծավ։ Մեկ-մեկ երբ տուրիստները կամ հեռուստադիտողը անուն ազգանունս մոռանում են, ինձ դիմում են հետևյալ կերպ. այն լավ հաց ուտող տղան, այն եկեղեցական տղան, բայց ես ուզում եմ, որպեսզի դուք հասկանաք մի բան, սիրելի տուրիստներ, որ մեր հեռուստապրոյեկտը միայն ուտելու եւ եկեղեցիների մասին չի։ Մենք փորձում ենք ձեր ճամփորդական երթուղին էլ ավելի հետաքրքրացնել եւ պատմությամբ եւ մշակույթով եւ գաստրոյով եւ արշավներով։ Եթե ուզում ես խաչիկի ու խաչիկցու ֆեյսը ըստ արժանվոյին գնահատես, անպայման պետք է գաս թանգարան։ Առաստամուղ շրջենք եւ Տիկին Սոնան համոզված եմ, որ այնքան հետաքրքիր պատմություններ կներկայացնի կապված հին Խաչիկ գյուղի հետ, որովհետև այն ամենը, ինչ տեսնելու եք, պորտալարով կապված է Խաչիկ գյուղի կենցաղի եւ պատմության հետ։ Տիկին Սոնա ջան, որքան տարիներ են անցել մեր վերջին հանդիպումը։ Ոնց է, ես հետևում եմ, շատ լավ եմ, ուրախ եմ, որ Հայաստանը լուսաբանում եք։
Ես էլ ուրախ եմ, որ Հայաստանի մի մասը պահպանում եք։ Ես սպասում էի, ինչու, որովհետև ովքեր որ մեր տուն գալիս են, նորից են գալիս։ Այդպես չի լինում, որ չեն գալիս։ Նույնիսկ աշխարհի ծերից էլ որ գալիս են, էլի գալիս են։ Տեսնենք ինչ հետաքրքիր նորություններով եւ պատմություններով կկիսվեք մեզ հետ։ Ես մի քիչ շատախոս եմ, երևի դրանից անընդհատ խոսում եմ ու պատմում եմ լիքը բաներ։ Ես կմոնտաժեմ, հետ չմտածես։ Ես քիչ տեղեր եմ տեսել, երբ որ հենց իրական տեղում դրված է քուրսին։ Յախներ են եփել, միս են գցել, սիսեր են գցել, մեծ սոխեր են գցել, ու համարյա այդքան բան, մեկ էլ լավ թարմ կանաչի։ Տիկին Սոնա, ես գիտեմ, որ ինքը նաև իր վրա վերցնում էր տաքանալու ֆունկցիան, այսինքն նստում էին վրա։ Բուժելու ֆունկցիան։ Ճաշը հանում էր տանտիկինը, իրանք նստում էին թոնրի կուշտը, տաքանում են թոնիրը հովանում է ընթացքում, կամած ոտերները կախում էին թոնիրը։ Ես տեղացի եմ, շատ քուրսոմոտ չեմ նստել, բայց մենք գնում ենք այն մյուս տունը, իրանց մեծերը գալիս էին այստեղ։ Այսինքն եթե այդ օրը քուրսի մեջ տոնական կերակուր էր լինում, իրանք մենք sense թաքուն լսում ենք, Շահ Իսմայելի հեքիաթներին պատմում, Արեգ Նազանի հեքիաթներին պատմում, այդ հեքիաթները ես խելքիս լեյս ագրի կառնեի։ Իրանք մեր գրքերում Չեխով հեքիաթներ, իրանք բանահյուսություններ ժողովրդական, որ ես չեմ կարողանում հիշել ու այնքան եմ ափսոսում, որ այդ մեծերին չեմ ձայնագրել։ Պատկերացնում եք այս նկարը ինչ արել։ Այո, այս եկեղեցին որ նորոգվում էր, բոլորը բողոքում էին, որ եկեղեցու գմբեթը ճիշտ տեղը չի դրված։ Բայց մեր տանը թաղման նկար կար, այդ նկարը տարա տվեցի, Տեր Հովհաննեսը տարա, բոլորին ցույց տվեց, որ դա իրական իր տեղում, որտեղ գմբեթը ընկել էր։ Մտածում են մեջտեղում պիտի լիներ, բայց դա մեջտեղում չէ։ Գիտես ոնց 21-րդ դարում մեր տեսակը մի փոքր փոխվել է։ Միշտ ինչ որ բանի հավան չենք, միշտ ինչ որ բանի նախանձում ենք, միշտ ինչ որ բանի հետևից խոսում ենք, լավ, վատ, այդ հարցի մյուս կողմն է։ Մեր տեսակը փոխվել է, առաջվանը չենք։ Առաջ քառակուսի չեն մտածել։ Այդ որ ասում են կվադրատ, դե չորնի կվադրա եւ այլն, այդ սերունդը սովորեցրեց քառակուսի սենյակներին, քառակուսի մտածողությանը, այն ազատ մտածողությունները, որը մենք ունեցել ենք, իրականում ունեցել ենք թորատները քառակուսի չեն եղել։ Ինչ ձևով որ եղել է, կլորին եղել կամ ուրիշ ձևով։ Ես ուզում եմ խոսել նաեւ գիդի կամ պատմողի կամ էքսկուրսավարի պրոֆեսիոնալիզմի հետ կապված մանրուքների մասին մեր հեռուստադիտողին, որովհետև տեսեք, տուրիստը գալիս է, տեսնում է, հա, իրան հետաքրքիր է այս կուժը, բայց ինքը չգիտի ախր կուժի նախապատմությունը կամ ինչպես են դա օգտագործել կամ ինչ հետաքրքիր խոխմեր ու դիպվածներ են տեղի ունեցել այդ կճուճի հետ։ Դրա համար իմ խորհուրդը ձեզ, սիրելի հեռուստադիտող, անպայման գիդի ծառայություն վերցրեք եւ նոր սկսեք ձեր էքսկուրսիան, որտեղ դրանից մեծ բան է կախված։ Շնորհակալ եմ շատ։ Ես էլ եմ շնորհակալ, merci շատ։ Եվ մեր երթուղու վերջին կետը Խաչիկ գյուղի սիրտը, Խաչիկ գյուղի այցեքարտը, անձնագիրը, քարակոպ կամ խոտակերած, նկատեք ած բազմակրթական վերջավորությունն է, ոչ թե ած։ Ած կնշանակի խումբ, ամբողջություն, այսինքն քարակոպի ճգնավորները եւ նվիրյալները սնվել են բացառապես խոտաբույսերով։ Այն բուժիչ խոտաբույսերով, ինչի մասին երեք էի խոսում եւ առհասարակ մեր Լեռնահայաստանը հարուստ է բուսականությամբ, որոնք իրենց մեջ ունեն առողջացնելու
էֆեկտը։ Տարածքում ունենք QR, կարող եք օգտվել, չնայած ես ինֆորմացիայի ծարավ ունեի, սկանավորեցի, բայց այդպես էլ չբացեց։ Ամենայն դեպս այն ինչ կասեմ քարակոպ վանքի կամ խոտակերած վանքի մասին իմ զգացածն է եւ հոգեվոր գրականությունից վերցված ինֆորմացիա։ Տարածքը, ինչպես տեսնում եք, ունեցել է մի շարք օժանդակ կառույցներ։ Այդ կարա լինի գրադարան, այդ կարա լինի ճաշարան, այդ կարա լինի բակային որևէ հատված, որովհետև նախաքրիստոնեական կառույցի վրա 5-րդ դարում հիմնել են այս վանական համալիրը, իսկ պատմականորեն Սմբատ Օրբելյանն է վերակառուցել վանքը 8-րդ դարի կեսին։ 21-րդ դարում կրկին հայտնվել են բարերարներ, տեղացի եւ ոչ միայն կամեցել են երկարացնել խոտակերածի կյանքը, բայց ինչ-ինչ պատճառներով ամրաշինարարական աշխատանքները, վերականգնողական աշխատանքները կիսատ են մնացել։ Կիսատ են մնացել, հերիք չի, վանական համալիրի տեսքն էլ գցել են։ Նու ես չեմ, դուք եք, տեսեք ինքներդ ու հետևություն արեք։ Ինչի է նման այս բազմազանությունը։ Իմ կարծիքն է, միգուցե լինեն մարդիկ, ովքեր համաձայնեն այս տեսակ ամրաշինարարական աշխատանքի հետ։ Մենք հիմա փաստորեն քայլում ենք շիրմաքարերի վրայով, որովհետև հայկական արձանագրություններ կան, նաև ինչ որ պատկերներ, որոնք գիտեք, տենց շատ հազիվ են նշմարվում։ Մի քանի մուտքեր, մի քանի կամարներ, մի քանի կառույցներ այս մի քանի քառակուսիի մեջ տեղավորել են։ Հլը ուզում եմ հասկանալ, այստեղից ինչ շերտեր են եղել, կամարի տեսքով են եղել, ֆունդամենտի տեսքով են եղել, բարձրության տեսքով են եղել, արևն էլ ծիգրակեց, երկինքը պարզվում է, ստացվում է, որ մենք խոսում ենք լավ բանի մասին, ստացվում է, որ մենք լուսաբանում ենք մեր պատմությունը հոգևոր և ոչ միայն, դրա համար ունենք ունկնդիր վերևից, ով էլ փորձում է իրա լումաններ դնի, այս ամենը էլ ավելի պարսկա դարձնելու համար։ Քիչ առաջ խոսում էի ամրաշինարարական ու վերանորոգման աշխատանքներից, ես ուզում եմ, որպեսզի տեսնեք կոնտրաստը։ Այս ու այս։ Այ հիմա հետևություն արեք։ Այս պատմությանը կպնելը իմ համար, չգիտեմ, սխալ է, որովհետև կպնելուց արդյունքը սենց է ստացվում։ Եվ կիսատ թողելուց այս ամենը, այդ ուղեղից մեջ ընդհանրապես չի տեղավորվում։ Ամեն անգամ տարբեր է։ Իմ այցը խոտակերած վանք ու ստացածս տպավորությունները։ Միգուցե տարիների ընթացքում աշխարհայացքդ է փոխվում, դու ես մեծանում, ավելի ուրիշ ձև ես ընկալում ու ընդունում ես պատմական կառույցները։ Պատմական կառույց, ինչը ունի հոգևոր ծագում։ Պատկերացնում եք տարիներ առաջ հոգևոր կյանքի նվիրյալները այն մարդիկ, ովքեր աստվածահաճո ժուշկալությամբ եւ նվիրումով են մոտեցել հավատին, այստեղ ապրել են առանց որևէ կենթանական ծագում ունեցող սննդի։ Ջուր, խոտաբույսեր։ Իսկ սա խոսում է մեծ հավատի ուժի մասին։ Այսպիսի հսկայական համալիրներում երբեմն գործում էին նաև վարդապետարաններ, որտեղ
ուսուցանվում էր Սուրբ գրքի մեկնությունը եւ մի շարք այլ հոգեվոր գիտություններ։ Թերևս դա է պատճառը, որ մեր բոլոր հոգեվորականները ամենայն դեպս ես հանդիպել եմ կրթված, զարգացած եւ այնքան լայն աշխարհայացք ունեն, որ ամեն ինչից կարող ես հետները զրուցել։ Քարակոփը կառուցվել է ոչ միայն որպես քարակերտ կառույց, այլ նաեւ հավատքի կենտրոն, ուխտագնացության կենտրոն։ Այն ժամանակ մարդիկ ուխտ էին պահում ու գալիս էին այստեղ, որպեսզի իրենց երազանքների մասին պատմեին Աստծուն։ Հիմա նույնպես այդ ավանդույթները պահպանվել են եւ խաչիկցիները բարբերաբար գալիս են այստեղ։ Ես կուզեի, որ Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից նույնպես լինեին հավատավորներ, ովքեր իրենց ուխտագնացության անունը կդնեին դեպի Քարակոփ կամ դեպի Խոտակերաց, որովհետեւ 5-րդ դարից եկող այս պատմությունը ես չի ուզենա, որ սենց մեկուսացած ավարտվեր։ Շարժն է պակասում, աղոթքներն են պակասում, շարականներն են պակասում, սրտի զարկն է պակասում, կյանքն է պակասում, համատարած լռությունը, բայց այդ լռության մեջ կարող ես գտնել խաղաղություն։ Այս վառ նոտայի վրա եզրափակենք մեր ճանապարհորդությունը։ Խնդրանքս, որպեսզի այլ ավելի ակտիվ լինեք համացանցային պորտալում, որովհետև հեռուստաեթերում ակտիվից ակտիվ եք։ Տարածեք նյութերը, մի մոռացեք լայքելու մասին, սրտկելու մասին, գրկախառնվելու մասին, որքան շատ իմանան մեր պատմությունը, այնքան պարզ ճակատով աշխարհին կարող ենք ասել, որ մենք հայ ենք, որ մենք ունենք այսպիսի պատմություն։ Հաջողություն, կհանդիպենք։